Բարև ձեզ, Եվրոմեդիա 24 հեռուստաընկերության եթերում ես այսօր զրուցելու եմ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբուխանյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբուխանյան, արդեն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մասնակցելու է հաղթանակի օրվան նվիրված այդ միջոցառումներին Կրեմլում։ Երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը այսպես հակառուսական կեցվածք ունեին, նույնիսկ այդ հայտնի Եվրոքվե կոչվող օրենքը ընդունեցին։ Հիմա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր քաղաքական կուրսը կրկին դեպի Ռուսաստան եւ դարձել է Ռուսաստանի համար ընդունելի մարդ։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեր եթերը, որովհետեւ ես առաջ անգամ եմ այստեղ եւ առիթ չէի ունեցել։ Եվ մաղթեմ, որպեսզի Եվրոմեդիա 24 ընկերությունը ունենա նորանոր հաղթանակներ եւ նվաճումներ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ասեմ հետեւյալը, որ Նիկոլը այո, ինքը վարում էր հակառուսական քաղաքականություն, իր դեռևս մինչև անգամ իշխանության գալը եւ իշխանության գալուց հետո դա արդեն շատ ավելի արտահայտիչ էր եւ շատ ավելի վնասակար, բայց նա ժամանակ առ ժամանակ փորձում է նստել 2 աթոռի, 3 աթոռի, անգամ 4 աթոռի վրա։ Եվ ամերիկացիների հետ կապ պահել, եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի, եւ Թուրքիա-Ադրբեջանի, նրան երբեք դա չի հաջողվել եւ չի հաջողվելու, որտեղ աշխարհը այն չէ, որ կարողանաս այդպիսի քաղաքականությամբ առաջ գնալ, իսկ մայիսի 9-ի վերաբերյալ, տեսեք, երկու բան է փոխվել աշխարհում։ Նախ փոխվել է Միացյալ Նահանգների դիրքը, դիրքորոշումը եւ գլոբալիստների հանդեպ Միացյալ Նահանգների դիրքորոշումը այլ է, այսինքն այսօր դրանք անտագոնիստական ուժեր են, հակադիր ուժեր են, եւ գլոբալիստները կենտրոնացել են Եվրամիության մեջ։ Անգլիա, Եվրամիություն, Անգլիան էլ կամաց, կարծես թե նշանները ցույց տալիս, որ հեռանում է գլոբալիստներից, մնում է Եվրամիությունը։ Եվրամիությունն է, որ դեմ է, որ մարդիկ գնան, առաջնորդներ երկրների գնան Մոսկվա եւ անցկացնեն ուրեմն իրենց այդ օրը, տոնական օրը Մոսկվայում։ Միացյալ Նահանգները դրան դեմ չի, ավելին Միացյալ Նահանգները ուղարկելու է պատվիրակություն։ Նիկոլի խաղավարները, ովքեր պահում էին Նիկոլի թելերը իրենց ձեռքում, դա գլոբալիստներն են։ Գլոբալիստները բերեցին Նիկոլին, գլոբալիստները պահեցին Նիկոլին, եւ Նիկոլը իրականացնում է գլոբալիստների կառավարման ուրեմն ներքո այդ ծրագրերը, դրանք զուգակցելով թուրք-ադրբեջանական շահերի հետ, որոնք նույնպես շատ անգամ համընկնում են գլոբալիստների եւ թուրք-ադրբեջանական շահերը։ Հիմա այո, Նիկոլը հայտարարել է, որ մայիսի 9-ին գնալու է, բայց շատ անգամ Նիկոլը նման դեպքերում ստանում է ինչ-որ մի հիվանդություն, ձեռք է բերում հիվանդություն։ Սովորաբար կորոնավիրուս։ Սովորաբար կորոնավիրուս, որը մեկ օրով է լինում իր մոտ։ Հիմա ես վստահ չեմ, որ այս անգամ Նիկոլը կորոնավիրուսով չի հիվանդանա եւ մայիսի 9-ը ուրեմն բաց չի թողի։ Թեև մայիսի 9-ին կարծում եմ Նիկոլի արչեւ դրվելու է ոչ թե այդտեղ տոնակատարություն լինելու միայն, այլ Նիկոլի արչեւ դրվելու են շատ լուրջ հարցադրումներ Ռուսաստանի կողմից, որոնց նա պետք է պատասխանի։ Սա մեկ։ Երկրորդը, Էստոնիայում նա ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում փորձեցին կանխել Նիկոլի մեկնումը Մոսկվա եւ Մոսկվայում այն հարցադրումներին, որոնք այդտեղ լինելու են, այդ հարցադրումներին այն պատասխանները, որոնք Մոսկվան սպասում է։ Այսինքն, եթե Նիկոլը գնաց Մոսկվա, նա իր խաղավարների հետ է փչացնելու իր հարաբերությունները, եթե չգնաց Մոսկվայի հետ, եթե գնաց Մոսկվա, Մոսկվայի հարցադրումներին պատասխանեց այնպես, ինչպես որ Մոսկվան է ակնկալում, նույնպես ուրեմն Եվրամիության հետ է փչացնելու հարաբերությունները, չպատասխանեց իր այցը Մոսկվա կլինի ավելի բացական, քան թե եթե նույնիսկ նա չգնա, իմ կարծիքով նա հիմա քննարկում է կորոնավիրուսով հիվանդանալու տարբերակը։ Դա ամենահավանականն է համարում։ Իմ կարծիքով այո։
Բայց այնուամենայնիվ, պարոն Բաբուխանյան, հիմա Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական որ կենտրոնի ազդեցության տակ է, որտեղ երկար ժամանակ նրան համարում էինք արևմուտքի մարդ, չէ՞, այսպես ասած, իսկ արևմտամետները կամ ամերիկամետները Հայաստանում նրան համարում են Ռուսաստանի մարդը։ Հիմա բոլորը միասին Նիկոլ Փաշինյանին համարում են Թուրքիայի մարդը։ Այս աշխարհաքաղաքական ուժերից որի ազդեցության տակ է Նիկոլը եւ Հայաստանը նաեւ։ Նիկոլին բերեցին գլոբալիստները։ Այն ժամանակ գլոբալիստները եւ հավաքական արևմուտքը դա նույն հասկացողությունն էր։ Հիմա գլոբալիստները մի բան է, արևմուտքը արդեն բաժանվել է Միացյալ Նահանգներ եւ Անգլիա պլյուս Եվրամիություն, Մեծ Բրիտանիա պլյուս Եվրամիություն, բայց այդ պլյուսն էլ արդեն բավականին կասկածելի վիճակում է, հա, որովհետև Մեծ Բրիտանիան կատարեց մի շարք քայլեր, որոնցով սահմանազատվեց Եվրամիությունից, նախ դուրս եկավ Եվրամիությունից, եւ ապա մի շարք քայլերով սահմանազատվեց Եվրամիությունից, Եվրամիության նաեւ արժեքային համակարգերից եւ այլն։ Այսպիսով Նիկոլը իհարկե մնում է այդ ուժերի դրածոն եւ այդ ուժերին սպասարկող անձնավորություն Հայաստանում, բայց միաժամանակ նա տեսնում է, որ Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո գլոբալիստական աշխարհից եւ Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունների նոր փուլի ձևավորման ժամկետում Նիկոլը որոշեց, որ այլևս Ռուսաստանի հետ այսպես վարվել, ինչպես նա վարվում էր մինչեւ այս տարիների ընթացքում նա չի կարող այլևս, որովհետեւ Եվրամիությունը մեկը լինի Եվրամիությանը օգնի, ինքն Եվրամիությունն է այսօր քայքայման փուլում, շատ լուրջ քայքայման փուլում եւ շատ շուտով կարող է քայքայվել, այսինքն բացի Մեծ Բրիտանիայից այդտեղից դուրս կգան այլ պետություններ։ Երկրորդը Եվրամիությունը ինքը կորցրել է Միացյալ Նահանգների անվտանգային երաշխավորությունը, այսինքն կամ Եվրամիությունը պետք է շատ մեծ գումարներ ծախսի ձևավորելու համար իր անվտանգային ճարտարապետությունը, կամ ուրեմն այդտեղ նոր խնդիրներ են առաջանալու։ Եվ վերջապես իհարկե կա թուրք-ադրբեջանական տանդեմը, ես իրենց կոչում եմ միութենական պետություն, թուրք-ադրբեջանական միութենական պետություն, ի հակակշիռ Ռուսաստան-Բելարուս միութենական պետության կամ ի հակակշիռ Եվրամիության, եվրոպական միութենական պետության։ Եվ իհարկե Նիկոլը նաև իրենց ազդեցության ներքո է գտնվում։ Այսինքն ինչ որ մենք մի փոքր առաջ ձեր հետ քննարկեցինք, որ Նիկոլը փորձում է այդ 4 աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինչ որ ուրեմն պահպանել ինչ որ բալանս, բայց դա անհնար է, այսօր անհնար է։ Եվ շարունակեմ հարցս, վերջերս Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, որ կողմնակիցն է միութենական պետության կազմում լինելու Հայաստանի, ինչպես օրինակ Բելարուսն է, եւ շատ քննադատվեց շատերի կողմից, հատկապես արևմտյան կողմնորոշում ունեցող մարդկանց, ովքեր Հայաստանը տեսնում են Եվրամիության կազմում, իհարկե դա մոտ ապագայում հնարավոր բան չէ, բայց այնուամենայնիվ հիմա ձեր կարծիքով Հայաստանը ի վերջո կարող է պահպանել իր անկախությունը, թե պետք է լինի որևէ միութենական պետության կազմում, դա կլինի Ամերիկայի դաշնակից նահանգի կարգավիճակով, ռուսական միութենական պետության կարգավիճակով, կամ ինչպես սիրում են ասել գուբերնիայի կարգավիճակով, կլինի թուրքական վիլայեթ, թե Եվրամիության անդամ։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանը այսօր ինքնուրույն սուվերեն պետություն չէ։ Հայաստանը այսօր խոշոր հաշվով նույնիսկ պետություն էլ չէ, որտեղ պետությանը այսպես թելադրել, որ պետք է սահմանադրությունը փոխես, պետք է քո հիմնական սիմվոլներից հրաժարվես, պետք է մոռանաս ցեղասպանություն, պետք է եկեղեցիդ ուրեմն չեզոքացնես եւ դարձնես հավասար այլ ազգերի եկեղեցիների հետ։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր Հայաստանը ինքնուրույն պետություն չէ։ Հայաստանը այսօր ինքն է, Հայաստան ասելով իհարկե խոսում ենք իշխանությունների մասին։ Հայաստանը ունի այնպիսի իշխանություններ, որոնք անօրինական են իհարկե, բայց այդ անօրինական իշխանությունները այսօր հայտարարում են, որ նրանք չեն ենթարկվում Հայաստանի սահմանադրությանը,
չեն ենթարկվում Հայաստանի անկախության մասին հռչակագրին, եւ ուրեմն ես ինքս եղել եմ Հայաստանի անկախության հռչակագրի համահեղինակ։ Բայց ես տեսնում եմ, որ մեր երկիրը մենք կառուցում ենք այդ անկախության հռչակագրի հիման վրա։ Գաղափարախոսությունը դրված էր այդտեղ։ Բայց Նիկոլը հրաժարվում է այդ ամբողջ գաղափարախոսությունից, եւ ցեղասպանություն, եւ Արցախ, եւ ժողովրդավարություն, եւ տնտեսական զարգացում եւ այլ։ Այսինքն այն ինչ որ դրված էր այդտեղ, որպես սոցիալական պետություն չի տեսնում Հայաստանը, եւ Հայաստանը կորցնում է տարածքներ։ Հայաստանը անկախ երկիր չէ։ Անկախ երկիրը կարողանում է պահպանել առաջերտին իր տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը կորցրեց Արցախը, Հայաստանը կորցրեց տարածքներ Տավուշում, Հայաստանը կորցրեց տարածքներ Սյունիքում, Վայոց ձորում եւ այլն։ Ինչ անկախության մասին է խոսքը։ Անկախությանը անգամ ձգտող պետություններին ոչ մի այլ պետություն չի կարող ասել գնա սահմանադրությունը փոխի կգաս։ Հետո կխոսենք։ Այդպես որ Հայաստանը իհարկե շատ հեռու է անկախ ինքնիշխան պետություն կոչվելուց եւ դրա վկայությունն է այն, որ Հայաստանից ժողովուրդը փախչում է։ Հիմա այլ հարց, իսկ ընդհանրապես կարող է Հայաստանը, ասենք, լինել այնպիսի պետություն, որը որ ոչ մի մակրո աշխարհաքաղաքական դաշինքի մեջ չի մտնում։ Կարծում եմ, որ ոչ, որովհետև այսօր քիչ կան պետություններ, որոնք ոչ մի մակրո քաղաքական դաշինքի մեջ չեն մտնում։ Մի մասը մտնում է Եվրոպական միության մեջ, մի մասը մտնում է Ռուսաստանի հետ դաշինքի մեջ, մի մասը մտնում է Թուրքիայի հետ դաշինքի մեջ եւ այլն։ Միացյալ Նահանգների վերջը նույնպես ֆեդերատիվ պետություն է, Գերմանիան ինքն է ֆեդերատիվ պետություն եւ այլն։ Այսինքն աշխարհը այսօր գնում է խոշորացման եւ եթե նախկինում քիչ թե շատ գործում է միջազգային իրավունքը, ապա սկսած 20 թվականից, երբ որ Արցախը կործանվեց, այսինքն մտան ադրբեջանցիները Արցախ եւ աշխարհի տերերը, ասենք, այսպես ասենք, չկարողացան կամ չուզեցին որևէ ձևով կանխել իրավիճակը եւ միայն Ռուսաստանը, որ կարողացավ ի վերջո հարցը բերել լավ թե վատ, բայց զինադադարի եւ հայտնի հայտարարագրի, ապա մենք հասկացանք, որ միջազգային իրավունք որպես այդպեսին չի գործում։ Իսկ եթե չի գործում միջազգային իրավունք, գործում է ուժի իրավունք։ Ինչի մասին խոսում է Ալիևը, ինչի մասին խոսում է Էրդողանը, ինչի մասին նույնիսկ խոսում է այսօր Միացյալ Նահանգները, որ գործում է ուժի իրավունքը։ Հայաստանը իր առաջերտին ռազմական ուժի, երկրորդը պետական անվտանգությունը ապահովելու ուժի, իր տնտեսական ուժի, իր դեմոգրաֆիական ուժի առումով իհարկե մրցակից չէ մեր կողքին գտնվող թուրք-ադրբեջանական միութենական պետության հետ։ Իսկ թուրք-ադրբեջանական միութենական պետությունը նպատակ ունի ոչնչացնել Հայաստանը։ Ինչքան էլ Նիկոլեն գնի նրանց ոտքերը, ինչքան էլ մենք ազգով դառնանք, այսպես ասած, ուրացող մեր պատմության, մեր ազգային սիմվոլների, ազգային նպատակների, ազգային իղձերի, միևնույնն է։ Քանի կա հայ, քանի կա Հայաստանի Հանրապետություն, թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի մեզ ոչնչացնելու։ Ոչ միայն ոչնչացնելու, այլ մեզնից խլելու այն հարստությունները, որ մենք ունենք։ Դա աշխարհագրական դիրքն է, մասնավորապես Սյունիքը, եւ դա ջրի հսկայական պաշարներն են, դա Սևանն է։ Այլ տարբերակ ուղղակի զարգացումների ես չեմ տեսնում։ Հիմա ուր գնանք։ Ումից ուզենք, խնդրենք, որ մեզ նաև աջակցեն մեր անվտանգային երկրի պաշտպանական համակարգը ճարտարապետությունը կառուցելու գործում։ Եվրամիությունը, ասեցի, Եվրամիությունը ինքը չի կարող ապահովել այսօր իր պաշտպանությունը։ Եվրամիության պաշտպանությունը հիմնադրված էր ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների երաշխավորությունների վրա, ինչը դուք տեսնում եք, որ այսօր ամբողջությամբ փոխված է։ Ինքը Եվրամիությանը մեկը պետք է պաշտպանի։ Միացյալ Նահանգները շատ հեռու են եւ չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների նոր քաղաքականության ներքո նրանց հետարքիրը, ասենք, Հայաստանի պաշտպանության հարցը։ Աշխարհում այլ կենտրոնները, ուրեմն դա Հնդկաստանը եւ
Չինաստանն են, որոնք ասիական խնդիրներ են, ասիական երկրներ են եւ ունեն ասիական խնդիրներ այդ ռեգիոնում։ Մնում է Ռուսաստանը եւ Թուրքիան։ Հիմա մենք պետք է կատարենք ընտրություն Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ռուսաստանը 250 տարի անընդմեջ պաշտպանել է հայ ժողովրդին։ Դա պատմական իրողություն է։ Ռուսաստանը հայ ժողովրդի պաշտպանության համար կորցրել է տարբեր ուրեմն գնահատականներով մինչև 200,000 սպա եւ զինվոր տարբեր պատերազմներում։ Ռուսաստանը փրկել է Էջմիածինը, Օշականի ճակատամարտում փրկել է այն Հայաստանը, որտեղ մենք այսօր ձեզ հետ զրուցում ենք։ Թուրքիայում հայերը ենթարկվել են ցեղասպանության, Թուրքիայի քաղաքական շահերից ելնում է ոչնչացնել Հայաստանը, ռուսական քաղաքական շահերից ելնում է պահպանել Հայաստանը։ Ինձ թվում է ակնհայտ է պատասխանը։ Հիմա այդ գուբերնիա բառը, որ շահարկում են Հայաստանը, այո, այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը եկավ եւ այստեղ գտնվում էր պարսկական տիրապետության տակ մեր այս տարածքները գտնում էին, հայերը այստեղ փոքրամասնություն էին։ Եվ լինելով հայկական մարզ Ռուսաստանի կազմում, հետագայում դա դարձավ Երևանի գուբերնիա, Հայաստանը, Արևելյան Հայաստանը դարձավ հայերի կուտակման, կենտրոնացման, ձգողականության միջուկ աշխարհում, որի արդյունքում, երբ որ արդեն ստեղծվում էր Հայաստանի Հանրապետությունը, հայերը Հայաստանում մեծամասնություն էին։ Այսինքն անգամ գուբերնիայի կարգավիճակով մենք հայերս կարողացանք գուբերնիայի կարգավիճակով ստանալով Ռուսաստանի աջակցությունը եւ բարեհաճ վերաբերմունքը կարողացանք այստեղ կենտրոնանալ եւ փոքրամասնությունից դառնալ մեծամասնություն։ Որից հետո, երբ որ մենք դարձանք արդեն ձեռք բերեցինք պետականություն, իսկ առաջին հանրապետությունը 2 տարին, այսպես թողնենք մի կողմ, բայց այն 70 տարիները, երբ որ մենք ձևավորեցինք Հայաստանի երկրորդ հանրապետությունը, սովետական սոցիալիստական հանրապետությունը, մեր պետականությունը մեզ բերեց ինչ։ Մեզ բերեց 4 ի վերջո մենք 4 միլիոն մարդով դուրս եկանք խորհրդային միությունից։ 4 միլիոն մարդով։ 4 միլիոն, որից 3 միլիոն 900,000-ը հայեր են։ Մենք ձեռք բերեցինք պետական համակարգ, լինելով խորհրդային միության մեջ, ունենալով պետականություն, բայց լինելով այդ միութենական պետության մեջ, խորհրդային միության։ Եվ կարծում եմ, որ այդ համակարգը խորհրդային միության մեջ հանրապետություն, այսինքն պետականություն ունեցող համակարգը, մեզ համար եղավ մեր գոնե վերջին 1000 տարվա մեջ, մեր պատմական զարգացումների, մեր պատմական ընթացքի 1000 տարվա մեջ, եղավ մեր ոսկե դարը, բոլոր առումներով, թե դեմոգրաֆիկ, թե գիտության, տնտեսության, քաղաքականության, մշակույթի եւ այլ առումներով եղավ մեր ոսկե դարը, որովհետեւ ցավոք սրտի այս վերջի 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք ունենալ այն ցուցանիշները զարգացման, որը մենք ունեցանք որպես խորհրդային միության հանրապետություններից մեկը։ Հետևաբար նաև այսօր դիտելով Բելարուսի կարգավիճակը, ես կարող եմ ասել, որ հայերի համար փրկություն կարող է հանդիսանալ խորհրդային միության տարբերակը այսօր չի դիտարկվում, բայց դիտարկվում է միութենական պետության տարբերակը, Ռուսաստան-Բելարուս միութենական պետության տարբերակը եւ այդ տարբերակում լինել Բելարուսի, այդպես ասած, կարգավիճակով, երբ որ քեզ պաշտպանում են, երբ որ քո տարածքում նույնիսկ տեղադրված են միջուկային զենքեր, որպեսզի քեզ ոչ ոք չմտածի, որ կարող է ոտնահարել, երբ որ քո տնտեսությունը զարգանում է, երբ որ քո քաղաքները զարգանում են, ոչ թե Երևանի նման, տեսնում եք, նույնիսկ շարժվել չի լինում Երևանում, որովհետև 30 տարի չի զարգացել այդ քաղաքը։ Ոնց շարժվես։ Եվ այդ ամենը մեզ հուշում է տնտեսություն, պաշտպանություն, անվտանգություն, մշակույթ, ազգային իղձերի դրսևորում, եկեղեցու պահպանություն, մեր
քրիստոնեական արժեքների պահպանություն, այդ ամենը մեզ ասում է, որ մենք կարող ենք գնալ միայն ու միայն այս ճանապարհով։ Ռուսաստանի, Բելարուսի հետ, իմ կարծիքով այդտեղ կլինեն նաև այլ երկրներ, յետխորհրդային կազմել միութենական պետություն։ Իսկ անկախությունը, չէ՞ որ անկախությունը Տեսեք, օրինակ Էստոնիան անկախ պետություն է ձեր կարծիքով։ Այո։ Էստոնիան չունի սեփական դրամական միավոր, Բելարուսը ունի։ Էստոնիան չունի անվտանգային համակարգ այսօր, երբ որ Միացյալ Նահանգները ձեռքը քաշեց, Բելարուսը ունի։ Էստոնիայի ժողովուրդը պակասում է, Բելարուսի ժողովուրդը ավելանում է։ Թվականակի մասին է խոսքը։ Էստոնիայի տնտեսությունը քայքայվում է, Բելարուսիայի տնտեսությունը աճում է։ Էստոնիան լուծվում է, իր էստոնական, այսպես ասած, մշակույթը լուծվում է համաեվրոպական, այսպես ասած, մշակույթի մեջ, Բելարուսի մշակույթը ծաղկում է։ Հասկանում եք, հիմա ո՞նց է, որ Էստոնիան անկախ է, որը ամբողջությամբ ենթարկվում է Եվրամիության Բրյուսելին։ Ամբողջությամբ ենթարկվում է, Բրյուսելը որոշում է կայացնում, Էստոնիան պարտավոր է կատարել։ Իսկ Բելարուսը անկախ չէ, որովհետև ոչ մի այդպիսի կենտրոն, որտեղից որոշում կընդունեն, որոնք պարտադիր կլինեն Բելարուսի հետ կատարման համար, չկա։ Բելարուսը ինքն է որոշում, ինչ որոշում է ընդունում, եւ այդ որոշումը ուրեմն եթե ընդունում են եւ Ռուսաստանը եւ Բելարուսը, ապա երկու երկրները պետք է զուգահեռ ընդունեն։ Հասկանում եք, տարբերությունը հսկայական է։ Մարդիկ չգիտեն, մեր խնդիրը նաեւ կրթության պակասն է։ Մարդիկ չգիտեն Եվրամիության կանոնակարգը, որ Եվրամիությունում կարող են պարտադրել երկրին այս կամ այն գործողությունը։ Միութենական պետության կանոնակարգը այդպիսի համակարգ չունի։ Դրա համար, եթե դուք ուզում եք համեմատել Էստոնիան եւ Բելարուսը, ես կասեմ Բելարուսի անկախության աստիճանը 20 անգամ բարձր է, քան Էստոնիայի։ Եվ վերջապես, այդ անկախությունը, չգիտեմ, եւ այլ գեղեցիկ բառերը, սուվերենություն եւ այլն, այդ բառերը պետք է օգուտ բերեն ժողովրդիդ։ Իսկ ժողովուրդը պետք է լավ ապրի, հանգիստ ապրի, քո երկիր եւ պետություն մի քիչ տարբեր բաներ են։ Քո երկրի սահմանները չկրճատվեն։ Քո ժողովրդի ազգային ինքնությունը եւ քո ժողովրդի արժեքային համակարգը չպետք է ոտնահարվի, հա? Ոչ մեկ չպետք է գա ասի, այ քո պապերին թուրքերը մորթել են, բայց դու դրա մասին այսօր ձեն չանես։ Հիմա հարց եմ տալիս, բա եթե լավ է մեր ժողովրդի համար, ուրեմն մենք պետք է այստեղ 4 միլիոնով դուրս եկանք խորհրդային միությունից, հիմա այսօր մենք պետք է դառնանք 6 միլիոն։ Բայց մենք դարձել ենք 2 միլիոն։ Բայց լավ էր այն համակարգը, որ մենք ձևավորեցինք։ Բայց ինչ է փախչում։ Ինչու հայը հասավ Էստոնիա, որ Էստոնիայում էլ մի հատ Նիկոլետ հանդիպի։ Ցեղասպանություն չի եղել, բան չի եղել։ Վերջի 30 տարվա ընթացքում մենք ունեցել ենք պատերազմներ եւ ցեղասպանությունը եղել է ընդհանրապես Նիկոլի օրոք Արցախում։ Բայց 4 միլիոն ինչու չդարձավ 6 միլիոն։ Այն դեպքում, երբ որ դեռ մենք ունեցանք ներգաղթ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, հայերի բավականին մեծ ներգաղթ տեղի ունեցավ, բայց ինչու չդարձավ։ Այսինքն մենք պետք է ստեղծենք համակարգ, որտեղ մեր ժողովուրդը իրեն լավ է զգում։ Լավ է ապրում, արդար է ապրում, ոչ մեկ չի ճնշում մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը առաջնորդվում է իր պապերի թողած ժառանգական գաղափարներով, իր դարդերով, իր ուրախություններով, իր սիմվոլներով։ Երբ որ մենք ստեղծենք այդպիսի երկիր, հիմա անունը կդնես միութենական պետության մեջ, խորհրդային միության անդամ, Եվրամիության անդամ, չգիտեմ ինչ եւ այլ, թե չգիտեմ ինչի անդամ, թե Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ Կանադայի նման, դա այլ հարց է։ Բայց մենք չկարողացանք ստեղծել, չէ՞ դա։ Մենք չկարողացանք ձևավորել դա։ Եվ երբ որ դու նայում ես յետխորհրդային պետությունների շարքում, ցավոք սրտի մենք պետք է ասենք, որ մենք աութսայդերների մեջ ենք։ Իսկ մենք չկարողացանք զարգացումը ապահովել այնքան, ինչքան նույնիսկ Վրաստանը ու Ադրբեջանը, մեր կողքի հարևան պետությունները։ Մենք ամեն ինչ դրեցինք, որպեսզի
պահպանենք մեր երկրի տարածքները, բայց դա չկարողացանք անել։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք այդ ամենի մասին, այդ ամեն մի ձևակերպում պետք է ունենա իր էությունը։ Իսկ էությունը իմ համար կարևոր է, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, լավ ապրելու ցուցանիշներ հետևել, որ մեր ժողովուրդը չփախչի Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, չգիտեմ, աշխարհով մեկ չցրվի։ Ապրի իր երկրում։ Եթե մեր ժողովուրդը չի ուզում ապրել իր երկրում, թողնում փախնում է, նշանակում է այդ երկիրը, որի վրա մենք ձևավորել ենք պետություն, այդ պետության համակարգը արդար եւ ժողովրդի համար նպաստավոր չէ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ, կհանդիպենք։